Շուշան, կակար, դաշտերը կկանար, ծաղկել են արդեն մեր պատնազն ու բաղ։ Չկար մի մոլորակ, այն շատ գեղեցիկ էր, այդ մոլորակի վրա կային բարձր սարեր և ծովեր, որոնք այնքան դափորեն ինչպես աչքի արտասուքները, երկնագույն երկնքի պես ջին։ Այդ մոլորակին առաջնորդում էր բնությունը, բոլորը հիանում էին մոլորակի բարիքներով, իսկ մոլորակի բնակիչները պաշտում էին նրան ու գնահատում։ Նորակ
բնակա միջավայրը, ինչպես նաև կենսատու օդը, հողը, ջուրը։ Մենք ավելի լավ միտք ունենք, եկեք աղբաղ վարկենք, վրամաշակման գործարաններ, հանքը մշական, շատ օգտակար իրեր կստանան։ Տարենք և պահպանենք մեր հիասքանչ բնությունը, այն թող զարթոն կապի, իսկ մոլորակի մանուկները թողապեն խաղաղ երկնքի տակ։ Մենք մեր խորագրին համապատասխան փորձեցինք այո, փրկել մեր մոլորակը, մաքուր պահել։ Մեր ծրագիրը ուսուցողական էր, սա այնպիսի ծրագիր էր, որ արդեն մոտավորապես, եթե չասեմ ավելի շատ, մի 10 տարի ես հատուկ մտածում եմ երեխաներին, դա մնում է ամբողջ կյանքում։ Իրենք ես վստահ եմ, ինչքան էլ մեծանան, ուր էլ գնան, հաստատ պահելու են, պահպանելու են, աղբը չեն նետելու։ Եվ այսօրվա հագուստները, սիրելիներս, կարված էր ամբողջովին թափոնից։ Սա երկար անքուն գիշերների աշխատանք էր։ Ես չգիտեմ, երբ որ Գետ Համարան ձեզ տեղեկացրեց, որ անակնկալ է լինելու հագուստը, միգուցե շատերի մտքով չանցներ, որ նման կերպ են երեխաները ելույթ ունենալու, բայց սա շատ մեծ աշխատանք է արված,